Նույն պատկերին ենք մենք հանդիպել մեր 4000-ամյա մեծամորի աստղադիտարանի վրա։ Այնտեղ պատկերված է «է» տառը, որու դիմաց կա մի գծագիր, որին դժբախտաբար չեն կարողացել անդրադառնալ մեր մեծանուն գիտնականները մինչև այսօր։ Այնտեղ պատկերված է նույն Մաշտոցի տված այս 4 դվյալները։ Թիթեռնիկն է, ես կոչել եմ այդ նկարը թիթեռնիկ։ Թիթեռնիկի կենտրոնում կա ուղղահայաց գծիկը։ Դա ներկայացնում է ընդամենը էության ֆիզիկական մարմինը, որի վերևում գլուխն է, կենտրոնից մի քիչ վերև սիրտն է և հարավային բևեռում սեռական օրգաններն են։ Էության այս 3 հատվածները սակայն չեն կարող իմիգալ և գործի մղվել, մինչև իրենց հավաքող լուսապսակները չստեղծվեն։ Առաջին լուսապսակը դա մորթն է, մաշկն է, որը հավաքում է այս բոլոր կենտրոնները իրենց մանրամասներով հանդերձ և տալիս է էության ֆիզիկական պատկերը։ Երկրորդ լուսապսակը դա լուսավոր լուսեղեն լուսապսակն է, աներևույթ, որը չենք տեսնում, ինչպես օդը անտեսանելի է, ինչպես օդն է աներևույթ և ոչ շոշափելի, հոտ չունի, գույն չունի, նույնպես էլ այդ լուսապսակը, լուսեղեն լուսապսակը ունի որևէ էություն։ Թիթեռնիկի պատկերին հանդիպում ենք նաև հունական դիցաբանության մեջ։ Մի բարձրականդակում կա այսպիսի մի պատկեր։ Պրոմեթես և բոլոր մյուս աստվածները հավաքված են ստեղծելու, կերտելու մարդուն։ Այդ պատկերում երևում են ոմանց լուսապսակները կիսով չափ, իսկ մեկը կենտրոնում հենց Պրոմեթեսի գլխավերևում բռնած է թիթեռնիկը, նույն թիթեռնիկի պատկերը, և պատրաստվում է դրանով աստվածային կայծը տալ, կյանքի կոչել Ադամին։ Նույնպիսի պատկերի հանդիպում ենք նաև փյունիկյան հավատալիքների մեջ և ոչ պատահաբար փյունիկյան աստվածուհի Իշտարը ունեցել է իր սիմվոլը, թիթեռնիկը պատկերում է նաև սիրտը իր 4 խցիկներով, պատկերում է նաև արյան շրջանառության ուրվագիծը, ինչպես նաև դրա կենտրոնում կա խաչը, որը նշանակում է սիրտ ինքնին, մենք գիտենք, որ Քրիստոս սեր է, խաչը խորհրդանշում է սեր։ Նույնպես թիթեռնիկի պատկերով մենք հայտնաբերում ենք 8 թիվը, որը և ամբողջականության խորհրդանիշն է և հավերժության նշանն է, մաթեմատիկայից գիտենք դա։ Այստեղ տրված է այդ հավերժության, հավերժականության խորհուրդը և դրա պատճառը։ Այս բոլորը մեզ հուշում են, որ ոչ պատահաբար Մեսրոպ Մաշտոց կարողացել է մեզ ավանդել այբուբենը այս բոլոր իմաստությունները։ Նա քաջ տեղյակ է եղել բոլոր աստվածատուր օրենքներին, որոնք գիտության հիմքերն են
կարելի ասել հիմքերի հիմքեր։ Մենք անդրադարձանք Մաշտոցի մեր զավանդած միայն այդ առին, որը հիմքերի հիմքը և էի, այսինքն էության պատկերը, որը մյուս տարերի մեջ ներկայանում է որպես մի ուղղայացքից, հիմքն է բոլոր դարերի։ Բ դարը պատկերում է մարդու էության կյանքի երեք ցիկլերը։ Ուրեմն, ինչպես Մաշտոցն է ասում, մարդը ունի երեք կյանքի ընթացք։ Առաջի ընթացքը սկսում է մոր արգանդում։ Արգանդի ուրեմն ժամանակը Բ դարի մեջ ցուցադրված է իր ծայրագույն փոքրիկ գծիկով ուղղայած։ Իսկ երկրորդ փուլը կյանքի, որը սկսվում է ծնունդից հետո, սկսվում է ուրեմն ներկայացված է դարի մեջ երկրորդ միջանկյալ գծիկով ուղղայած, որը ոչ չափահաս մարդու էությունն է պատկերում։ Իսկ երրորդ գիծը, որը արդեն ուղղակի էությունն է պատկերում, դա հասունացած մարդու պատկերն է։ Ուստի Բ դարի մեջ դրված են մարդու երեք ցիկլերը, կյանքի երեք էթափները։ Իսկ Բ դարը ինքը նշանակում է պարուր, պարուրվել։ Պարուրը նշանակում է հենց կյանքի կոչվել, մոր արգանդում, ապա ծնվել, հասունանալ։ Ուստի հետևում է, որ յուրաքանչյուր դարի մեջ դրված է առանձին իր իմաստը։ Ոչ մի դարի, ոչ մի մասնիկ պատահականորեն չեն դրված աջ կամ ձախ, ետև կամ առաջ, ոչ մի գծիկ չի դրված։ Դրանք ամենը բոլորն էլ իմաստավորված են և սկզբունք ունեն։ Մեզ թվում է, թե հազարամյակների ընթացքում շատ բան է փոխվել կյանքից, սակայն եկեք և լսենք Մաշտոցի խոսքը նույնպես։ Նա ասում է. Նոյի օրերին կանայք տղամարդ էին դառնում և վայելում ուրախություն, մինչև եկավ ջրհեղեղը ու կորցրեց բոլորին առհասարակ։ Եվս մի բան, որը այժմեական է, ուզում եմ ձեզ ներկայացնել, ախտերից առավել չարագույնն է գարշությունը, որով պղծում են անասուններին ու արուներին։ Այդ ախտով վարակվածը գլխավորում է ամեն տեսակի դժնտակ չարիքներին։ Զորությունդ մի վատնիր ատելով չարը, այլ աշխատիր նրան դարձի բերել։ Եվս մի խոսք, ազատության մասին։ Ազատությունները տալիս են ազատություն մտնելու մեղքերի մեջ կամ փառավորվելու։ Այսքան իմաստություն ես կուզեի ամփոփել իմ խոսքը մի այլ մեր արժանավոր հայորդներից մեկի։
շիրակացու խոսքում։ Նա ասում է. «Գանձը թաքնված է հայոց աշխարհում, և ագը աղբյուրը ծածկված է ասկանազյան ազգի մեջ, քանզի նա իմաստությունների մայրն է»։